պահանջ ունեք եւ ինչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք ազգային ժողովից։ Ուրեմն էլի նույն պահանջն է, մեր պահանջը, որ էս մեծ դահլիճը տրամադրեն, համար մեկ ամբիոնից բարձրաձայնենք եւս մեկ անգամ, որ պիտի այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը անպայման հանրային անա։ Ես մի հատ բան եմ ուզում ասեմ, այդ իրանք լսումները կազմակերպելուց իրանց ադաթեր մերը բեդատ, չի լինում, չէ, այդտեն ժողովուրդ։ Այսինքն, եթե իրանք կազմակերպել են 160, 150, 120 հոգի կարողացել են այդ դահլիճում ընդունել ծնողներին ճանապարհել, էս էլ ծնողների հետ կապված, երեխեքի հետ կապված հարց է, էս էլ կարող են ընդունել ու ճանապարհեն։ Ես հույսով եմ, որ այսօր որոշումը կփոխեն իրանց։ Այդ փոքր դահլիճը 70 հոգանոց դահլիճը տալիս են ինչի համար, որ խոսքի օրինակ մի 100 հոգի քիչ իրանց ասի սխալ եք անում, մեկը ով ասելու է, ով մտածելու է, ով էլ անելու է։ Ուզում եմ ասեմ, այդ մեծ դահլիճը հորդորեմ տան, որովհետև կարևորությունը ո՞րն է մեծ դահլիճում իրականացնելու համար, որ բոլոր ծնողները ներկա լինեն, թե այլ խնդիրել կա։ Այսինքն չէ, բոլոր ծնողները ներկա լինեն։ Ամեն ծնող յուրով իր մտածելակերպով մտածում է այդ քննիչ հանձնաժողովի զեկույցի։ Ամեն մեկը, որ 2 րոպեանոց կամ 1 րոպեանոց ելույթ ունենա կամ թեկուզ լիազորված անձ լինի, մի քանի հոգի ծնողների անունից ելույթ ունենան, բայց ամենայն դեպս իրանց միտքը արտահայտած լինեն այդ լիազորված անձին էլի, նենցա որ պիտի բարձրաձայնվի ու եսի մեծ այդպես խնդիր չի իրանց համար էլի, եթե իրանք դες մտածում են 70 հոգանոց դահլիճը տան, 160 հոգանոց դահլիճը չտան։ Չէ, ինչի համար, հետաքրքիր է էլի։ Ազգային ժողով, Արսենն էլ ասեց նոր, ազգի տարածքն է դա, ազգը իրավունք ունի թե մտնի հելնի, հա, մեկ էլ Նիկոլ Փաշինյանին հիշացնեմ, որ այդ անձինք, ով գրանցված են, որ չեք թողում մուտք գործեն այդ համար մեկ ամբիոնից ելույթ ունենան կամ այդ դահլիճում նստեն, նրանք էլ վարչապետներ են, նրանք իրավունք ունեն այդտեղ մուտք եւ ելք ունենալու, ոնց որ դուք ոչ մեկից բարձր չեք, Նիկոլ Փաշինյան։ Եթե սենց ուղիղ մտածենք, շատ մարդկանցից ցածր եք դուք։ Ու հուսով եմ այս դահլիճը կտրամադրեն, որ այս ծնողները դահլիճում կարողանան իրանց հարցը բարձրաձայնեն։ Այսինքն այս ծնողները ամեն տեղ են բարձրաձայնել, նես չի որ խոսքի եկել են այսօր փողոցում չեն բարձրաձայնել, մի անգամից ուզում են գնան համար մեկ ամբիոնից բարձրաձայնեն։ Սաղ տեղերից է բարձրաձայնել են այս հարցը, քննիչ հանձնաժողովի զեկույցը, թիվ 1 ամբիոնից ծնողները չեն բարձրացել, էդ էլ պիտի անեն։ Ու հույսով եմ իրանց մտադրությունը կփոխեն ու կտան մեծ դահլիճը, որ այդ ծնողները կարողանան գնան մի խոսքով այդ ժողովուրդը ում հետաքրքրում է այդ հարցը։